խոսենք մեր էպոսի մասին։ Մեր էպոսը հայ ժողովրդի բանահյուսական հանճարի գլուխգործոցն է համարվում եւ գիտեք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր էպոսը ճանաչել է համամարտկային մշակութային մեծ արժեք։ Հիմա ես խնդրում եմ ասեք, մեր էպոսը, Սասունցի Դավիթ էպոսը, այլ կերպ էպոսին ինչ կասեք, ինչ նոմանիշ կասեք, Սոնա ջան։ Ինչ կասեք։ Լուծարունավեր, էլ ինչ կասենք, գրիպեր, ասկ, այո։ Գիտեք, որ էպոսը, այո, էպոսը ստեղծվել է ժողովրդի կողմից։ 8-ից 10-րդ դարում է ստեղծվել մեր Սասունցի Դավիթ էպոսը։ Հիմա ինձ կասեք, մեր էպոսը քանի ճյուղից է բաղկացած, ով կասի։ Մեկ ջան։ Այո, ճյուղեր կասես սրա ջան։ Շատ այսինքն մեր էպոսը մարջան 4 ճյուղից է բաղկացած։ Ինչու եք զուր ասում։ Այո, մի քիչ խենթ են, քաջ են, մի քիչ իրենց արարքների, իրենց քաջագործությունների մեջ, հետևաբար ասում են Սասնա ծռեր։ Հիշեք, էպոսը պատմողներին ասում ենք ասացողներ, գրում եք, ասում ենք ասացողներ, եւ առաջինը էպոսը գրի է առել, ով Հրաչյա Գարեգին Սերվանզդյան, ապրես Գարեգին Սերվանզդյան, ես խնդրում եմ նշեք։ Նրանք խենթեին, քաջեին, Եվ առհասարակ մեր էպոսի գաղափարը։ Բոլորի նպատակն է պաշտպանել ժողովրդի բնորոշ 3 կարևոր խորհրդանիշը, որոնք էին խորհրդանիշները, պատերազմի, եւ ապրես մահերը, եւ նա ինչ է անում, հապվում է ագրավակարում կամ ասում ենք բհերի դուր։ Ու կարծես եւ ասում է դուրս է գալու մի օր, երբ որ աշխարհում ինչ լինի, արդարություն լինի, ինչպես ավարտվեց, Մելիքի եւ Դավթի մենամարտով եւ ով է հաղթում։